Շանթիեթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը, իսկ մենք ընտրական գործընթացներից ենք խոսելու, որը տեղի ունենալու Գյումրիում մարտի 30-ին, եւ այսպես Գյումրիի ընտրություններին 32 թեկնածուներով մասնակցում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը։ Հասկի ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը, ում գյումրեցիները ճանաչում են իր հասարակական գործունեությամբ։ Ողջույն Արտյոմ։ Բարև ձեզ, հարգելի Հեղինե։ Երբ անից հասարակական գործունեությունը փոխարինեցիք քաղաքականով կամ շարունակում եք քաղաքականով, մի շեշտում եք, որ կուսակցական երբևէ չեք եղել։ Իրականում երբևէ կուսակցական չեմ եղել եւ հիմա էլ որ առաջադրվել եմ, էլի անկուսակցական եմ առաջադրվում, ինձ համար իմ հոգու խորքում կա մի կուսակցություն, որի անունը Գյումրի է եւ կուսակցականներս բոլոր գյումրեցիներն են։ Այսինքն ընդհանուր այսպես ենթատեքստը ժողովրդի առաջարկով ու պահանջարկով Արտյոմ Թումանյանը առաջադրվել է ավագանու թեկնածու։ Այո։ Բայց հաս կուսակցության թեկնածուն եք, ինչպես գտաք իրար։ Տեսեք, քանի որ ես ուզում եի առաջադրվեի, բայց բոլորս է շատ լավ գիտենք, որ այսօրվա կուսակցությունները այս կամ այն ձև իրար հետ կապ ունեն, այդտեղ նախկիններ, ներկաներ, այսպիսի հասկացողություն, եւ մենք համագործակցեցինք հաս կուսակցության հետ, հանդիպեցինք, զրուցեցինք եւ ի ուրախություն բոլորիս, հայ ազգին եւ մեր գյումրեցիներին, դա այն կուսակցությունն է, որը մեծ քաղաքականություն է վերադարձրել երջանկահիշադակ մեր ազգային հերոս Կարեն Սերոպի Դեմիրճյանին։ Ինձ համար մեծ պատիվ է կուսակցությունով առաջադրվել եւ շարունակել այն գործը, որը ժամանակին կատարել է Կարեն Սերոպիչը։ Այսինքն քաղաքական ու պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի գործունեության քայլերով գնում է ավագանու թեկնածուն, հիշում եք այսինքն ինչպես է աշխատել։ Այո, եւ ես փոքր տարիքում հիշում եմ, երբ Կարեն Սերոպի Դեմիրճյանը եկել էր Գյումրի եւ կինո հոկտեմբերի մոտ, չգիտեմ, պատահականության սկզբունքով ինքը իմ գլուխը շոյեց եւ այդ պահից սկսեցի ես հետաքրքրվել այդ տեսակ մարդու մասին եւ հասկացա հիմա հասկանում եմ, որ իմ բոլոր քայլերը 30 տարի ինչ արել եմ Գյումրու եւ երկրի համար, դա ուղիղ կապում եմ իր կատարած քայլերի հետ, նմանեցնում եմ իմ քայլերը իր կատարած քայլերի հետ։ Երկե հանրապետության ցանկացած բնակավայրում պետական գործիչին որպես հիշողություն եւ նոստալգիա շատ լավ են հիշում որպես պետական կառավարման կարևորագույն գործիչ, բայց ամեն դեպքում Արտյոմ գուցե սա ընդդիմադիր ուժերը կամ մրցակից ուժերը ձեր կողմից համարեն քաղաքական պոպուլիզմ, երբ Կարեն Դեմիրճյանի անունն եք տալիս։ Տեսեք, չեմ կարծում, որ այդ իրավունքը ունենան այսպիսի ձևակերպումներ թույլ տան ասեն, ես նորից եմ կրկնում իմ 30 տարի կյանքը, որը տրամադրել եմ իմ քաղաքին, իմ երկրի զարգացմանը, իմ բոլոր քայլերը հենց այդպես նմանեցնում եմ, կա պատմություն, կա անցած ճանապարհ եւ կա կենսագրություն ամենակարևորը։ Դրա համար ես այդ իրավունքը ինձ վերապահում եմ, որ ձգտելու եմ ամեն ինչ անելու եմ, գնամ այդ ճանապարհով, որով որ գնացել է Կարեն Սերոպի Դեմիրճյանը։ Ըստ էության տեղականի ընտրությունները, տեղական ինքնակառավարման ընտրությունները միշտ ընդունվում է քաղաքացիների ընտրողի կողմից որպես անձերի ընտրություն, թեև կուսակցություն եք ներկայացնում կամ քաղաքական ուժ։ Շատ կարևոր է քաղաքական կուսակցությունների վարկանիշը։ Իշխող կուսակցությունը նշում է, որ առավելագույն ամենալավ վարկանիշը ինք ունի, մնացած կուսակցությունները, որոնք այսօր ընտրապայքարում են, նրանք էլ նշում են, որ իրենք են լինելու հաղթողը։ Տեսեք, եթե վերցնենք այսպես կուսակցությունների այսօրվա մասնակից կուսակցությունների 80%-ը մեր ժողովրդի բառով ասեմ, կոչվում են նախկիններ։ Այսինքն նույնիսկ փաստացի համացանցով, հեռուստացույցով ամենտեղ հրապարակվել է, որ բոլորը հանրապետական կուսակցությունից են։ Նույնիսկ ընդդուպ այսօրվա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ես դա չգիտեմ, բայց փաստերով համացանցից տեղեկացանք։ Իմի հերքում եղավ, չեղավ, եթե դազրբարդություններ պետք է դատական գործարություն, մի խոսքով, այսինքն այսօրվա դրությամբ բոլորը հանրապետական են։
Հասկանում եք, հիմա այստեղ ժողովուրդը եւ ես ուզում ենք հասկանանք, հիմա իրանք նախկին են, թե այսօր բոլորը նախկին են, ներկա չկա։ Հիմա ով է նախկին, ով է ներկա։ Այ ես չեմ ուզում որ ժողովուրդը խաբված զգա, ես խնդրում եմ այն մարդուն, ով կարող է սրա հստակ բացատրությունը տալ։ Ասենք տեխնազուները այս կամ այն կերպով եղել են հանրապետական կուսակցության անդամներ։ Ասենք նույն այսօրվա մեր ես որպես անձ ոչ մեկի հանդեպ ոչինչ չունեմ, իդեպ պիտի ասեմ, որ բոլորին էլ հարգում եմ, բոլորին էլ արժանի են հարգանքի, տեխնազուները այստեղ անձի հարցը չէ, այստեղ հետևների կանգնած կուսակցությունների մասին է խոսքը։ Որ ասենք մեծ հաշվով նայում ես բոլորը հանրապետական կուսակցությունից են եղել։ Հիմա ուզում եմ հասկանամ մենք խաբված ենք, թե չէ, ժողովուրդը։ Ինձ հարց է տալիս ժողովուրդը։ Մենք խաբված ենք, թե չէ։ Այս սրա պատասխանը չգիտեմ ով է տալու, բայց կարծում եմ պետք է որ հստակ այս հարցի պատասխանը ժողովրդին ասեն։ Մամուլի ասուլիսում կողորավիրած ներկա էր նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից հեռացված ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանն, ով նաև հայտարարեց, որ նոր կուսակցություն է հիմնելու։ Իդեպ նա նշեց, որ բոլոր քաղաքական ուժերը հանրապետական են։ Հովիկ Աղազարյանը ինչու է սատարում ձեր կուսակցությանը եւ որպես առանցքային տեխնացու ձեզ։ Տեսեք, Հովիկ Աղազարյանը որպես ազգային ժողովի պատգամավոր դերևս 2 ամիս առաջ եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Թե հիմա ասենք պարոն Աղազարյանի ձևակերպումով ստացել է SMS մանդատը տնելու, ինքն էլ ասել է, որ ժողովրդի տված մանդատը ինչի պիտի տնեմ, հրաժարվել է տնելուց։ Հիմա խնդիր են ունեցել կուսակցության մեջ, հեռացվել են, որի մասին ես չեմ ուզում խոսել, որտեղ ոչ ես այդ կուսակցության անդամ եմ, ոչ էլ ինձ իրավունք են վերապահում, թե բայց համակիր եղել եք։ Եկել է ինքը Գյումրի, ասուլիսի ներկա է գտնվել եւ իր էլեկտորատին Գյումրու փոխանցել է, որ ասենք մենք որպես քաղաքական ուժ, որպես ազգային ժողովի պատգամավոր սատարում ենք կուսակցությանը, հաս կուսակցությանը եւ իդեմս տեխնացուին, այսպես ասեմ։ Առհասարակ Հովիկ Աղազարյանը ոչ կուսակցության հետ կապ ունի, ոչ էլ մեր թիմի անդամ է, ընդհանրապես կապ չունի, պարզապես որպես պատգամավոր ազգային ժողովի ինքն իր կարծիքն է հայտնել, ընդամենը այդքանը։ Թե հետո ինչ խնդիրներ ունի կուսակցության հետ, պետության հետ քրեական գործերը, դա թող օրենքը որոշի, եթե մեղավոր է, թող օրենքի ողջ ուժով իրականացնեն համապատասխան գործողություններ։ Սաթարում է որպես այլընտրանքային տեխնացու, թե ձեր ծրագրերին եք հաջածանոտ։ Այո, երկուսն էլ կա այստեղ, ուրեմն քանի որ ես բոլորինը տեխնազուներից միակն եմ ով այլընտրանքային է, այս կամ այն ուժերի հետ պայմանավորվածություն չունի եւ չի էլ ունենալու, միակ տեխնազուն եմ, ով մաքուր կենսագրությունով եւ մաքուր կուսակցությունով մասնակցում է ընտրություններին։ Ամեն դեպքում այն մեղադրանքները, որ ուղղվում են ձեզ, դուք բոլորը հերքում եք իհարկե։ Եվ նաև նշել եք, որ երկու եկեղեցիների, չէ, արանքում հայտարարել եք, որ երդվել եք, որ որևէ մեկ այդ պայմանավորվածություն չունի եւ որևէ մեկին չի սատարելու։ Ինչպես եք վարվելու ձեր կուսակցությունը եւ ձեր ավագանու թիմը, երբ խնդիր դրվի արդեն քաղաքապետի ընտրության։ Կանխատեսելի է, չէ, որ ոչ մի քաղաքական ուժ առավելագույն շեմը չի հաղթահարել։ Երբեք մի ասեք, երբեք, որովհետև այս ընտրությունները տարբերվելու է, մեր Գյումրու ընտրությունները տարբերվելու է մնացած ընտրություններից, որտև այս անգամ պետք է ժողովրդի որոշումը լինի, գյումրեցու որոշումը պետք է լինի։ Եվ այսօր գյումրեցին բոլորին էլ ճանաչում է արածներով եւ չարածներով։ Հիմա ես կյանքում առաջի անգամ մտնում եմ մեծ քաղաքականություն, որպես քաղաքապետ, ես այս քաղաքի ծնված ծոցից ելած մարդ եմ, բոլորի դարդու ցավը գիտեմ։ Ես չեմ կարող հաշիվ ասել, թե ես քանի ընտանիք եմ մտել եւ աչքով տեսել եմ ինչ է կատարվում մեր գյումրեցիների ընտանիքում, բայց մեր գյումրեցիները իրականում հերոսներ են։ Հերոսներ են, որ ապրում են այսպիսի պայմաններում։ Տեսեք, մեր վրտոմունքը, մեր ժողովրդի վրտոմունքը ինչու՞մ էր կայանում, որ 7 տարի հեղափոխություն եղավ։ Ես երբեք չեմ շղթում իմ համացանցի ամեն նյութը տրված է, ոչ մի բան չի հեռացվել։ Այո, սատարել եմ իշխանություններին, հեղափոխությանը, վարչապետին, 7 տարի շարունակ պայքարել եմ այդ ամեն ինչի, պայքարել էի, որ իմ ժողովուրդը տնագներից դուրս գար։ Հիմա ինձ հարցնում են, ինչ տվեց այս հեղափոխությունը մեզ։ Եթե պետք է ասենք նույն նախկին ուժերը ղեկավարեն քաղաքը, սկսած պատգամավորներ, մարզպետներ, քաղաքապետեր, պաշտոնյաներ, էլի քավոր խնամիական հարաբերությունները լինի։
Ինչ փոխվեց Գյումրեցու կյանքում։ Գյումրեցին պետք է մեջքը շտկիր, Գյումրեցու դեմքին պետք է ժպիտ կար, բայց հեղափոխությունն ինչի համար ենք մենք արել։ Արել ենք, որ լավ ապրենք։ Այսօր շատ մարդիկ կան, որ այն ժամանակ մի փոքր ավելի լավ են ապրել, հիմա շատ ավելի վատ են։ Այսինքն Գյումրեցու լեզվով ասեմ, հարուստները բացարձակ հարստացան, քյասիկները լրիվ քյասիկցան։ Այս է խոսույթը։ Այս հիասթափությունը կա ժողովրդի մեջ։ Հիմա սրա պատասխանն է պետք տալ։ Իսկ ես այս դեպքում մեղադրում եմ այն կադրերին, ովքեր ղեկավարել են այդ 7 տարիների ընթացքում Գյումրի քաղաքը։ Տեսեք, 6 տարում 6 մարզպետ փոխվեց։ Սա ինչ է նշանակում։ Շիրակցին չընդունեց ոչ մեկին։ Չընդունեց, որովհետև մարզպետը, այսպես ասեմ, հա, պետք է ունենար այդ հնարավորությունը մտներ գյուղերը, մտներ քաղաքը, մտներ մարդկանց տները։ Տեսեք, այսօր հերո չգնամ, ընդանուր չասեմ, կարճ ասեմ, Ազատան գյուղում կար 6 գերեվարվածներին։ Որևիցե մեկի տունը, որևիցե մեկը չմտավ։ Չմտան մի հատ գրկեր այդ մարդկանց հույս տար, զոհվածների տները չմտան, չասեցին ձեր երեխեքը զոհվել են մեր համար, այսինքն անուշադրության մատնեցին։ Նույնիսկ մարդու տեղ չտրեցին, նույնիսկ գնում էին մարզպետների մոտ հերթական հանդիպումների մերժվում էին։ Բա հիասթափությունը հոմիորում չի եղել, դա եկել է աշճանաբար։ Բայց այս 7 տարիների ընթացքում փոփոխությունների քաղաք չի եղել Գյումրին, կամ ինչու է Գյումրի ճակատագիրը վտանգված, ինչու այս կան, այսպես ասեմ, վատատես կամ հոռետես կանխատեսումներ ունեք, այն 8 քաղաքական ուժերը Գյումրին դեպի անդունդ են տանում։ Շնորհակալություն հարցի համար, շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում, այո։ Ինչի, որովհետև մենք որպես գյումրեցի, ես որ չասեմ, մեր գյումրեցիները շատ լավ գիտեն, որ տեխնազուների 80%-ը ոչ ուզում են դառնալ քաղաքապետ, ոչ էլ կարող են դառնալ քաղաքապետ։ Եկեք ստեղից սկսենք։ Այս դեպքում ինչի են մասնակցում ընտրություններին, եթե մտածում են, որ նույնիսկ 5%-ի շեմն էլ որ հաղթահարեն, դա մեծ բան է։ Այստեղ հարց է ծագում, որովհետև բոլորը մտածում են այս կամ այն ուժերի հետ համագործակցեն, միանան, չգիտեմ, բոլորը միասին հավաքվեն, ինչ-որ մի կուսակցությունից վրեժ լուծեն, հավաքվեն, որ մեկին չթույլ չտան, որ այս քաղաքի ղեկը վերցնի տարբեր տարատեսակ ձևերով։ Հիմա ես որպես այլընտրանքային պայքարում եմ բոլոր 8 տեխնազուների դեմ, որբիսի Գյումրին վերցնենք, տանք Գյումրեցուն։ Այսօր որ մենք վերցնում ենք գավաթը խմում ենք Գյումրու հայրաքաղաքի կենացը, դա լոկ խոսքեր է եղել, բայց մենք մեր սրտում հոգում հասկացել ենք, որ հայրաքաղաքը մեզ չի պատկանում։ Ուրեմն այս քաղաքում չկա մի մարդ, որ գյումրեցի կա, գյումրեցու դարդու ցավով հոգա, պետք է Երևանից որոշեն, թե ով է լինելու մեր քաղաքի ղեկավարը։ Դա հիմա գյումրեցին է որոշելու։ Այս ընտրություններին ցույց կտա գյումրեցին իր խոսքը։ Երևանից ինչու է որոշվում։ Որովհետև կուսակցությունը դա պարտադրում, որ տեխնացուն, եթե առաջադրվում է, պետք է որևէ կուսակցությունով գնա։ Բա ես էլ եմ քաղաքական ընտրություններ։ Որևէ կուսակցությունով ես էլ եմ մասնակցում, օրենքը այդպես է, բայց կյանքում իմ գլխին տերեր չի լինելու, գյումրեցու տերը պետք է լինի հենց գյումրեցին։ Գյումրեցի գլխուն տեր պետք է չլինի, պետք է լինի գյումրեցու խոնարհ ծառան։ Ապագա քաղաքապետը ոչ թե լինելու է քաղաքատեր կամ քաղաքակեր, այլ լինելու է գյումրեցու խոնարհ ծառան։ Ես երբ ընտրվեմ Աստծո կամքով եւ ժողովրդի որոշմամբ քաղաքապետ, ես չեմ լինելու ծառայողական մեքենաների մեջ նստող կամ կաբինետային քաղաքապետ։ Շրջելու եմ Գյումրու բոլոր փողոցներով, ամեն քայլափոխին հարցեր եմ լուծելու։ Հանձնարարությունը տրվեց հաշված ժամերի ընթացքում պետք է կատարած բերեն տնեն իմ տեմը։ Ես այսպես եմ աշխատելու։ Եթե ժողովուրդը սրան համաձայն է, ուրեմն իրանք գիտեն իր որոշումը ինչ են անելու։ Քաղաքում ասֆալտապատման մեծ ծրագրեր են գնում, որոշակի ենթակառուցվածքներ են նորոգում։ Սա ընդհանուր առմամբ միթե չի խոսում իշխող կուսակցության վարկանիշի մասին, լավ առումով։ Տեսեք, ես հոգի ունեմ Աստծո դեմ տալու, այն որ քաղաքում բարեկարգումներ տեղի ունեցել է, այո, դա եղել է, բայց հիմի տեսեք, ինչի ենք մենք դա 1900 այսպես թմկահարում, եղել է, չեմ ասում, չի եղելի նախկինների ժամանակ ընդհանրապես չեղել։ Երկու փողոց էլ նախկինների ժամանակ կառուցեցին, որով հպարտանում ենք, ուրախանում ենք, բայց ինչի ենք թմկահարում, որտեղ դա մեր այսպես ասած հարգերի հաշվին է եղել, այդ գումարներն ասենք 1900 ոչ մեկ իր հորտնից չի բերել այդ գումարները ծախսը, եղել է ժողովրդի հավաքագրված գումարներով։ Հիմա եթե պետությունը պետք է դա չանի, այսօր քաղաքապետի տեխնազուները կամ առասարակ գործող
Ժամանակավոր պաշտոնակադան ասում է մի հատ 3000 դրամանոց լույս կախեցինք, падին լուսավորեցինք, շենքերի բակերը, ասենք բա քաղաքապետի գործունեությունը էլ ինչ պետք է լինի որ։ Ասենք պետության հաշվին դու քաղաքի բյուջեի հաշվին տանում ես, ինչ ես թմբկա հարում, որ ես ենք արել, բա պետք է անեք, դա նորմալ է։ Բա պետք է անեք, բա քաղաքապետը ինչ պետք է անի։ Քաղաքապետը ինչ պիտի անի։ Քաղաքապետը ինչ պետք է անի։ Եթե ես լինեմ քաղաքապետ, Աստծո կամոք, առաջինը ինչ եմ անելու, ամենաառաջինը օրվա իշխանություններին հաշվի եմ նստեցնելու գյումրեցիների հետ։ Ամենակարևորը, այս Գյումրի մեր քաղաքին պետք է նպատակասլաց դուխով, ճիգարով մարդ, ով կարող է հաշվի նստեցնել օրվա իշխանություններին քաղաքի հետ։ Տեսեք, Պրայմերիզի ժամանակ, գիտեպես էլ ասեմ, չեմ ուզում այդ մասին երկար խոսել, բայց կարճ անցնեմ։ Պրայմերիզի ժամանակ, երբ ժողովրդի հազարավոր, այսպես ասած, մարդկանց մեկնաբանությունների տաշտում հենց վարչապետի կայքում որ եղավ, եւ տեղի ունեցավ, որ Արտյոմ Թումանյանի ինչ պատճառներով ցուցակից դուրս մնաց, սա ժողովրդի զայրույթը արտնացրեց, այսինքն հիասթափություն, նույնիսկ ատելությամբ լցվան, այս պրայմերիզը չպետք է արվեր, սա ճիշտ չէր, սա մեր քաղաքի ու մեր երկրի համար չէր, ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնեն, 7 տարի շարունակ Փաշինյանի կադրերը նշանակած, տեսեք, ես չեմ ուզում վատ խոսել։ Գուցե նաև այդ պրայմերիզը ձեր համար նախահիմք եղավ, որ դուք առաջադրվեք եւ քաղաքական դաշտում ելեք։ Այո, ժողովուրդն ասին Բալաջան, ել տերեղի։ Այս սկզբունքն է։ Արտյոմ Թումանյանը ոչ պաշտոնի կարիք ունի, ոչ ունեցվածքի կարիք ունի, ոչ էլ ֆինանսական խնդիր ունի։ Ես ապրել եմ, հեղինակություններ ունեմ, շնորհքներ ունեմ, հարգանքներ ունեմ։ Մի կարևոր բան ունեմ, դա իմ հոգին է։ Ես էլ իմ հոգին երբեք չեմ ծախել ու չեմ էլ ծախի։ Հոգիս ծախեմ, ինչ առնեմ փոխարենը։ Ամեն ինչ ունեմ ես։ Օրվա իշխանությունները այս ընտրությունները նաև գնահատում են այսպես 300-ից 350 միլիոնի ապօրինի ձեռք բերված գույքը սպասում է վերադարձի, այսինքն այս կոնտեքստում է այս ընտրությունները։ Ես շատ վատ զգացի պարոն վարչապետի այդ խոսքը Գյումրի գալուց, որովհետև մեծ հաշվով նախընտրական շեմին գալիս է վարչապետը Գյումրի Եվ ոչ թե խոսում է Գյումրու խնդիրների մասին, թե ինչքան փողոցներ ունենք անմխիթար, թե ինչքան մարդիկ ունենք տնագներում ապրող, թե ինչքան մարդիկ ուտելիք չունեն, հաց չունեն, անապազորյա հացը չունեն, այսպես իրանց կարիքները բավարարելու համար, եւ խոսում են 350 միլիոնից։ Կողմ եմ, բայց եկեք այստեղ այսպես հասկանանք։ Ենթադրենք ես այդ մարդն եմ, ով է $350 միլիոն կապիտալը ունեմ։ Ապորենի, ես ինձ վրա եմ վերցնում, չեմ ուզում ուրիշին մեղադրեմ, ուրիշի հասցեին խոսեմ։ Ինչ է խանգարել ես 7 տարիների ընթացքում ինձանից այդ ապորենի գույքը վերցնեին պետականացնեին, կամ եթե տվյալ տեխնացուն ես ապորենի գույք ունենալով $350 միլիոն դառնամ քաղաքապետ, ինչ է կաշկանդելու, որ այդ քաղաքապետին հետո պետք է չձերբակալեն։ Հիմա սա ինչ է դուրս գալիս, այսինքն ամեն 5 տարի մեկ ինչ որ մեկին քրեական գործերով այսպես ցույց են տալիս, որ գործողություն է, մանիպուլացնում են ամեն ինչը, ժողովրդին ուղղակի գլխի տակ փափուկ բարձ են տրում։ Տեսեք մի հետաքրքիր բան։ Հիմա այս մոտ օրերս հեռուստացույցով ես համացանցով տեսա, որ Սերժ Սարգսյանի վրա գործ է հարուցվել։ Ինչ գործ է իր տարիների պաշտոնավարման ժամանակ Չինաստանին վաճառել է հող ապորենի ձևով։ Մոտավորապես այս կարգի։ Հիմա եկեք հասկանանք, 7 տարի է անցել, հիմա նոր են հիշել, որ Չինաստանին պարոն Սարգսյանը տվել է ապորենի ճանապարհով հող։ Հիմա Իսկ դա էլ է կապում այս նախընտրական շրջանի հետ։ Դա էլ է ընտրություն։ Բնականաբար 5 տարին մեկ եկեք հիշենք, եկեք նայենք հիշողություններով հասկանանք։ Հիմա տեսեք, ինչ է ասում։ Պարոն Սարգսյանին 5 տարի առաջ մեղադրանք առաջադրեցին։ Ինչ տեղի ունեցավ։ Դատական process-ները գնաց վերջուբել հերոսի պես արտարացված պարոն Սերժ Սարգսյանը դուրս եկավ դատարանից։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, վաղը որ ապացուցվեց դատարանով, որ պարոն Սարգսյանը հող է տվել ապօրինի ճանապարհ, ինչ են անելու, պետք է տրակտորը տանեն տնեն այդ չինական տեսփանատունը քանդեն։ Եկեք հասկանանք, այսինքն ես վիրավորված եմ եւ ես եւ ժողովուրդը, որ թենիսի գնդակի պես այսպես խփում են մեկը մյուսին։ Հիմա մենք խո խաղալիք չեն ամբողջ աշխարհի վրա լենագանցին է խնդացել, մի լենագանցու վրան մեր վրա պիտի խնդացնել տանք,
Դա չլինող բան է։ Ստեղ ժողովրդի որոշումը լինելու է բեգումնային։ Ավարտենք առաջնահերթ խնդիրը, որ կարևոր է օր առաջ լուծել Գյումրիում, որն է լինելու։ Ձեր ծրագրերում ինչն եք առաջնահերթություն տալիս ինչին։ Առաջինը ասեցի, որ պետք է օրվա իշխանությունները հաշվի նստեն Գյումրի քաղաքի հետ, ու եթե հաշվի նստեցին Գյումրու քաղաքի հետ, ուրեմն մնացած բոլոր ծրագիրը մեր իրականացվելու է։ Ամենաառաջինը, որ իրագործելու եմ ես, Գյումրու բոլոր քաղաքապատկան մանկապարտեզները լինելու են անվճար։ Տեսեք, եւս արտահայտություն եղել է այդ մասին, խոսել են տեխնացուներից, կարծեմ մեկը կամ երկուսը, բայց նույն իշխող 2012 թվականին էր այդ մասին Ավագանու նիստում քննարկում եղել։ Նույն էլի նորից կրկնելու եմ 7 տարի շարունակ իշխանության եղել է քաղաքացիական պայմանագիրը։ 21 թվականին առաջի թեմը ես եմ եղել կոալիցիա կազմելու, բայց կազմեցին։ Ինչի այդ ժամանակ չիրականացրեցին մանկապարտեզի անվճար ծրագիրը։ Բայց ես իրականացնելու եմ։ Իրականացնելու եմ հետևյալը. Արցախյան բոլոր պատերազմի մասնակիցները, բոլոր որդեկորույս ծնողները օգտվելու են տրանսպորտից անվճար բացառապես։ Լինելու են խավեր հատուկ, որոնք էլի նորից տրվելու են այդ արտոնությունները։ Երկրորդը, այսօր մենք 300 եւ ավել խանութներ ունենք Գյումրի քաղաքում, որոնք եւ իրենց ընտանիքներն են պահում եւ մի քանի աշխատատեղ են ստեղծել, ընտանիքներ են պահում։ Հիմա այդ մարդկանց խանութներին խեղդելով, այս քաղաքը չի զարգանա։ Եթե ես եղա քաղաքապետ, տեսեք քաղաքապատկան գործողություն կա հարկերի տեսքով, ասենք խմիչքի եւ ծխախոտի հետ կապված, իջեցնելու եմ այդ հարկը 50%։ Բոլոր տաքսու վարորդներն ովքեր, այո, տեղական турքերի մասին է խոսքը։ Բոլոր տաքսու վարորդների գույքահարկը իջեցնելու եմ 50%, նույնիսկ կարող է հանենք ընդհանրապես, որովհետև այդ մարդիկ օրվա 3-4-5 հազար դրամ աշխատելով։ Բյուջեն ինչպես եք ձևավորի, եկամուտներից եք ձևավորի։ Մենք գիտենք, մենք ունենք Գյումրվա սփյուռ, ես 81 երկրներում եմ եղել, հանդիպել եմ եւ գյումրեցիների հետ, եւ գործարարների հետ, միլիոնավոր դոլարներ են պատրաստ իմ քաղաքապետ լինելու դեպքում մուտք գործել Գյումրի քաղաք։ Եմ մի բան էլ պետք է ասեմ, կա մի ծրագիր, չեմ ուզում շատ փակագծեր բացել, որը տարեկան կտրվածքով Շիրակի մարզին ու Գյումրի քաղաքին են, չեմ ասում Հայաստանի, $200 միլիոն տարեկան մուտք է լինելու Գյումրի, այսինքն տնտեսվարողների գրբանն է կնալու, դա ամսական $15 միլիոն է, սա մեծ թվերի մասին եմ խոսում, փակագիծ չեմ բացում, տնտեսվարողները լինելու են հյուրանոցները, հյուրատները, ռեստորանները, սրճարանները, տաքսիները, հիվանդանոցները, այսինքն սա լուրջ փոփոխություն է լինելու մեր քաղաքին, այս ամենին տեր կանգնել է պետք։ Բոլոր ժամանակներում են այդ գումարները եկել Հայաստան ու Գյումրի, բայց տեր կանգնող չի եղել։ Ես թույլ չեմ տա, որ իմ գյումրեցու երեխայի բերանի փրշանգից մի փոքր նույնիսկ փորձեն տանել։ Շնորհակալ եմ։ Տեսանկյան հյուրներ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության Ավագանու տեխնացու Արտյոմ Թումանյանը, նշեմ, որ նա ցուցակը գլխավորող տեխնացուն է։